Բարև ձեզ, պարոն Պարսիլյան։ Բարև ձեզ։ Տեղյակ եմ, որ ինքն առաջադրվել եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Պարոն Պարսիլյան, ինքն առաջադրվելու նպատակը որն էր, արդյոք համարում եք, որ ազգային ժողովում ձեր առաքելությունն ավարտված չէ եւ այն շարունակելու նպատակադրումով մտադիր եք 2026-ին նույնպես լինել խորհրդարանում։ Իհարկե, նպատակը դեռ կիսատ գործընթացներն են, որոնք կարծում եմ, որ ես ինքս այդպիսի նպատակներ ունեմ եւ այդպիսի պարտականություններ ունեմ դրանք մինչեւ վերջ հասցնելու, այդ դեպքում եւ իմ մշտական հանձնաժողովի ոլորտում, որի անդամ եմ ես, եւ քաղաքական եւ այս ընթացքում նաեւ որոշակի գործընթացներ, որոնցում ակտիվ ներգրավել եմ եւ չեմ ուզում, որ դրանք ինչ որ պահի կիսատ մնան կամ այն ներուժը, որ ես կարողանամ ներդնել այդ process-ները ճիշտ հանգրվանին հասցնելու, կարողանամ ներդնել։ Հույս ունեք, որ ձեզ կհաջողվի անցնել նախընտրական փուլը եւ ընդգրկվել նախընտրական ցուցակում, դառնալ պատգամավոր։ Հուսամ, ես մեծ հույս ունեմ, որ մեր համաժողովի իմ սիրելի կուսակցական ընկերները գնահատել են իմ այս տարի եւ մի քիչ ավել ընթացքում գործունեությունը, այդ թվում եւ ելույթների տեսքով եւ նաեւ տեղում հանդիպումների եւ նաեւ ելնելով արդեն այն process-ներից ու գործընթացներից, որոնց մեջ ներգրաված եմ ես, դրանց արդյունքները կգնահատեն եւ ես կհայտնվեմ այդ ցուցակի այն տողում, այն համարում, որին ես արժան եմ։ Ձեր թույլտվությամբ, պարոն Պարսիլյան, ներքաղաքական օրակարգին անդրադառնանք, գիտեք, որ եկեղեցու շուրջ արդեն ամիսներ տևող ճգնաժամը հանգուցալուծման նշույլներ չի ցուցաբերում, ավելին 10 եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ եւ ճգնաժամը շուտապույտ հանգուցալուծելու համար դիմել են հավատավոր հոտի աջակցությանը։ Ինչպես գիտենք, տեղի ունեցել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը 8-9 հոգեվորականի հետ, բայց ամենայն հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող Գարեգին Բ-ն անդրդվելի է։ Դուք ինչ հանգուցալուծում եք կանխատեսում։ Ես կարծում եմ, որ հանգուցալուծումը իրականում սկսվել է, որովհետև մինչև այդ process-ը, մինչև այդ դեպքը, երբ որ արդեն եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ համարձակություն ունեցան եւ ազնվություն ունեցան խոսելու խնդրի մասին, խոսելու նաեւ պրոբլեմի մասին, որը տիրում է եկեղեցու ներսում, որովհետև մենք նաև համոզվեցինք, որ արքեպիսկոպոսների մի քանի արքեպիսկոպոսների առաջարկը պնդումը կարա առ-ոչինչ համարվի ընդամենը մեկ անձի կողմից, դա դասական ավտորիտարիզմ է եւ կառավարման առումով եւ նաև հոգեվոր առումով այդտեղ խնդիր կա եւ սա ես համարում եմ իրականում հանգուցալուծման սկիզբ, որովհետեւ արդեն երբ որ սկսվում է խոսակցությունը, երբ որ կա երկխոսություն, երբ որ կա նաև եկեղեցու ներսում արդեն բարձրաստիճան հոգևորականներ, որոնք բարձրաձայնում են խնդրի մասին, սա արդեն նշանակում է, որ այն գործընթացը, որ իրականում ներկայացվում էր իբր եկեղեցու դեմ պայքար մեր կողմից, արդեն դադարել է նման կերպով ընդհանրապես ընդունվելու հնարավորություն ունեն լինել, որովհետև այս դեպքում նույնիսկ կամաց եկեղեցին է արդեն դիրքավորվում որպես այս խնդիրները լուծող, նկատի ունեմ բարձրաստիճան հոգևորականների ներգրավվածությունը։ Լուծումը ես գտնում եմ սրանում, որ պետք է, քանի որ ինքը հոգևոր կառույց է եւ կարեւոր կառույց է Հայաստանում, պետք է այսպես զգուշաբար, ոնց որ արվել է, այն ժամանակ էլ չէին հավատում, որ որից է բան փոխվել է, մեզ փորձում էին մեղադրել, որ մենք հեսա ճնշումներ են գործադրելու, որ հեսա արդեն պետությունը խառնվելու է եկեղեցու գործում արդեն որպես պետություն, իսկ պետությունը ունի հստակ գործիքակազմեր եւ այլն, բայց բոլորը համոզվեցին, որ առանց որից է ճնշման, սիրով, խոսելով, անընդհատ խոսելով, սեփական օրինակով ցույց տալով, այդ թվում վարչապետը իր սեփական օրինակով, անընդհատ հոգևոր խոսակցություն ունենալով եւ ժողովրդի եւ այդ խոսքը նաեւ բարձր որ հասնում էր նաեւ եկեղեցու անդամներին, եկեղեցու ներկայացուցիչներին, այս ձևով այս խնդիրը լուծվելու է։ Որքան մոտ ժամանակում ձեր կանխատեսմամբ նայելով process-ների արագացման արդեն գործընթացին, ես մեծ հույսեր ունեմ, որ դա ամիսների հարց է, այդ խնդրի լուծումը առավելագույն ամիսների հարց է։ Պարոն Պարսիլյան, ականատեսն ենք զազրելի արշավի այն բարձրաստիճան հոգևորականների դեմ, ովքեր հայտարարությամբ են հանդես եկել եւ սեղմել են Նիկոլ Փաշինյանի ձեռքը։
մամուլում, սոցիալական մեդիայում, գիտեք, նրանց թիրախավորում են ամենալկտի բառապաշարով, նույնիսկ ասում են, որ գնացել եւ սեղմել են դավաճանի հայրենավաճառի ձեռքը։ Ձեր դիտարկման մեջ էլ հիշատակեցիք, որ տևական ժամանակ առաջ իշխանությանն էին մեղադրում եկեղեցու դեմ արշավ նախաձեռնելու մեջ, փաստորեն հիմա ընդդիմադիր ԲՎՌ եւ նրան աֆիլիացված լրատվամիջոցները իրենք թիրախավորում են եկեղեցուն եւ արշավը իրենք են առաջնորդում։ Այս երկակի ստանդարտների մասին ինչ կասեք։ Սա բացահայտ երեսպաշտություն է, որը ոչ միայն եկեղեցու դեպքում մենք ականատեսել, միշտ է այսպես եղել, այսինքն իրանք նույն process-ին կարան մի պահի գնահատական տան այլ կերպ, մի պահի դրանից ծայրահեղ տարբերվող այլ կերպ։ Նույն անձին կարան վերաբերվեն լրիվ այլ կերպ, անմիջապես հետո այլ կերպ, սա քինախնդրություն է դասական, որը քաղաքական դաշտում շատ եղկելի երևույթ է, դա քաղաքական գործիքակազմ չի։ Մենք այդ նույնը տեսանք արդեն Արքոմեդի տղաների հանդեպ վերաբերմունքը, Մկրտիչ Արզումանյան եւ ընդհանրապես հանդարտ մշակույթի կենտրոնի կամ թատրոնի ավելի շուտ նկատմամբ եւ sense կարելի է անընդհատ թվարկել, որ նույնիսկ իրենց սիրելի հանրային գործիչներին, երգիչներին քաղաքական նպատակներով իրանք հաջորդ պահին դարձնում են թիրախ ու ամենաանընդունելի ձևերով են իհարկե թիրախավորում։ Նույնը հիմա տեղի ունենում եկեղեցում։ Մենք այս ամբողջ ընթացքում մեզ թույլ չենք տվել որևիցե հոգեվորականի մասին արտահայտվել եւ վերաբերվել այնպես, ինչպես հիմա իրանք վերաբերվում են այդ եկեղեցականներին եւ արտահայտվում են այդ եկեղեցականների մասին։ Իմիջիայլոց այս վատ բառապաշարի եւ նման ձևով արտահայտվելը դեռ երբ որ այս ամեն ինչը չկար երևում էր, որովհետեւ նույնիսկ Կտրիչ Ներսիսյանի հետ կապված հոդվածը եւ այլն դրանից առաջ հենց հրապարակ օրաթերթում էր գրվել ու էլի շատ եղկելի իրականում բառապաշարով, որը մեր կողմից երբեք չկրկնօրինակվեց, չտիրաժավորվեց։ Եվ այո, սա այստեղ արդեն շատ պարզ է դառնում, որ եկեղեցին պետք է պաշտպանել իրականում քաղաքական մանիպուլյատորներից, որոնք պատրաստ են ամեն ինչ օգտագործել քաղաքական նպատակներով, առանց որևիցե ձևով հաշվի նստելու դրանց արժեքայնության եւ դրանց կարեւորության հետ, որը ունի հանրության մեջ այդ երևույթը։ Ասում են, որ դուք կոմպրոմատների լեզվով եք խոսում հոգևորականների հետ, ճնշումներ եք բանեցնում, նրանց վերաբերյալ քեյսեր, պապկաներ ունեք, հետևապես այդ եղանակով, այդ մերժելի եղկելի եղանակով եք կարողացել ներգրավել ձեր կողմը։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանն էլ Նյուզեյմի հետ հարցազրույցում նախորդին ազդարարեց, որ իրականում կոմպրոմատները շրջանառության մեջ է դրվել Մայրաթորի կողմից եւ մասնավորապես Արշակ arczepiskopos Խաչատրյանի ձեռամբ նա ասաց նաև, որ նա տևական ժամանակ ամենանողկալի արշավն է իրականացրել նաև Գարեգին Բ-ի մասով։ Արդյոք, եթե մենք խոսայինք կոմպրոմատների գործիքակազմով, այս խնդիրը լուծված չէր լինի առաջին իսկ օրը։ Վերջերս այդ կոմպրոմատները նոր չծնվեցին կամ այդ կոմպրոմատները նոր չեն բացահայտվել։ Եվ եկեք տեսնենք ընդհանրապես այդ կոմպրոմատների մասին ովքեր են խոսում։ Սկսած նրանից, որ հայտնի տեսանյութերը տարածվեցին առնվազն ըստ լուրերի Կտրիչ Ներսիսյանի հետ կապված ինչ-որ տելեգրամյան ալիքներից կամ համենայնպես այդ թևի աղբյուրներից, հիմա էլ մեզ այս հայտարարությունն արած arczepiskoposների եւ եպիսկոպոսների մասին խոսում է կոմպրոմատներով ընդդիմությունը։ Արդյոք այդ կոմպրոմատները մինչև այդ գոյություն չունեին եւ մենք ինչի ենք այդ դեպքում չենք, եթե մենք օգտագործելու այդ բան ունենք, այդ սահմանն անցնում ենք, մենք այդ էթիկան, այո, մենք այդ գայթակղությանը գնում ենք կամ չունենք այն էթիկան, որ չգնանք կոմպրոմատների լեզվին, ինչի հենց առաջի օրվանից դա չէր կիրառվում։ Եթե մենք օգտագործային կոմպրոմատների գործիքակազմ, ես կարծում եմ խնդիրը շաբաթների ընթացքում իսկ ավելի կարճ ժամանակահատվածում լուծված կլիներ։ Բայց ինքնին փաստ է, պարոն Պարսելյան, որ եկեղեցում սպասավորում են բարձրաստիճան հոգևորականներ, ընդ որում արքության պատիվ ունեցող, պատիվ ստացած ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ Խնդրահարույց չէ, այսինքն հոգևոր ծառայող, որի վերաբերյալ կա կոմպրոմատ, այսինքն նա զանց է առել եկեղեցու կանոնագիրքը, կարգազանցության գայթակղությանն է տրվել եւ փաստորեն շարունակում է ծառայություն մատուցել։ Սա ինքնին չի խոսում, որ այո, լեգիտիմ է եկեղեցու ներսից նորոգելը, բարենորոգելը։ Ոչ միայն լեգիտիմ է, այլև անվտանգային առումով շատ հրատապ ու կարևոր խնդիր է, որովհետեւ եւ անվտանգային տարբեր նկատառումներով եւ քաղաքական առումով Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ կապված եւ ոչ միայն այլև հոգեվոր կյանքի անվտանգության առումով, որովհետեւ եթե հոգեվոր հովիվը ինքը
մարդը, որի դեմ կարելի է կոմպրոմատներ ունենալ, ինչ պահանջել, օրինակ, հոգևոր հոտից, ինչ պահանջել քրիստոնյա հանրությունից, որոնց օրինակը պետք է լինի այդ հոգևոր հովիվը, կամ ինչպես սպասենք նրան, որ քրիստոնյա հավատացյալը իրականում նվիրված եւ քրիստոնյա հավատացյալը ու լուրջ է մոտենում այն բարոյական արժեքներին ու ստանդարտներին, որը մատուցվում է իրանց հոգևոր, այսինքն այս դեպքում եկեղեցու եւ Աստվածաշնչի կողմից։ Սա մեկ խնդիր է անվտանգային, այսինքն հոգևոր կյանքի անվտանգության խնդիրն է, մյուսը իսկ կարող է արտաքին ուժեր օրինակ այդ կոմպրոմատները մեզնից շատ ունենան։ Իսկ կարող է արտաքին ուժեր այս կոմպրոմատները օգտագործեն իրանց դեմ իրենց օգտագործելու համար ներքաղաքական հիբրիդային հարձակման մեջ։ Իսկ այդ հիբրիդային հարձակման մեջ իրանց ներգրավվածությունը արդյոք անձեն աշխով չի երևում եւ չէր երևում մինչեւ այսօր։ Այն որ չենք բարձրաձայնում եւ չի խոսվում դրա մասին, միգուցե դա էլի անվտանգության նկատառումներով է, որ շատ ուղիղ չենք խոսում։ Բայց այս վտանգը կա, չէ։ Եթե մեկի վրա կա կոմպրոմատներ, ոնց կարա ինքը լուրջ հանրության կյանքում տենց կարևորագույն դեր ունեցող մի կառույցի առաջի դեմքը լինել։ Պարոն Պարսիլյան, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում նախորդ Կիրակի մատուցված պատարագին մասնակցում էր նաև մեր ձևով շարժման համահիմնադիր Նարեկ Կարապետյանը, որը, ինչպես գիտենք, մտադիր է իր կողմից ձևավորվելիք կուսակցության միջոցով մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Համացանցում շատերը շտապեցին նրա պատարագին ներկա գտնվելը, որին մասնակցում էր նաև Հանրապետության վարչապետը, այդ քայլը որակել որպես քաղաքական առաջին քայլ։ Դուք դա քաղաքականության շրջանակներում եք, քաղաքական տրամաբանության մեջ եք տեղավորում։ Եկեղեցի գնալը, նույն հաստատությունում պատարագի մասնակցելը։ Նախ սկսենք նրանից, որ վարչապետի հոգևոր նորոգման այդ process-ը, որ ինքը սկսել է փաստորեն իր պտուղները տալիս է, լավ է, որ Նարեկն էլ արդեն սկսել եկեղեցի հաճախել վարչապետի գործունեությունից եւ դա եթե միշտ հաճախեր, կարծում եմ ինքը երևացած կլիներ, կարծում եմ դրա մասին կխոսեին գոնե ինչ որ չափով, ինչ որ տեղերում, բայց լավ է որ հաճախում է, մարդը հավատացյալ է, ես դեմ չեմ որ ինքը հաճախում է եկեղեցի, լավ է որ պատարագին մասնակցել է, բայց շատ վատ է որ ինքը դա մեկա վերջի իր երբ որ հարցազրույց տվեց դուրս գալ ճեպազրույց, չգիտեմ, տենց վազելով երկու պատասխան փորձեց տալ, ինքը բացահայտեց, որ իր ներկա լինելը ոչ թե հոգևոր արժեքներից կամ հոգևոր ինչ որ պահանջներից ելնելով էր քաղաքական չստացված իհարկե բաներ, քայլեր, ինչ որ ձևով քաղաքական դաշտում նորից ես հենց սկզբից եմ ասել, այս մարդիկ խնդիր ունեն օրակարգի, այս մարդիկ արձագանքողներն են եւ սա հերթական արձագանքներ։ Երբևէ ընդդիմությունը օգոստոսի նախաստորագրումից հետո, հա, խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո առավել եւս ընդդիմությունը երբևէ սեփական օրակարգով հանդես չի եկել, իսկ եթե եկել է, դա տևել է ժամեր ընդամենը, վառ օրինակ իմպիչմենտներ, վառ օրինակ քաղբանտարկյալներն են, դրանք ժամերի համար նախատեսված տենց բանը օրակարգեր են, որոնք իրականում շոուներից էլ վատ են, որովհետև երբ որ մարդիկ շոուից են տուն գնում, գոնե ինչ որ 2-3 օր դեռ այդ շոուի էներգիան բան զգում են, իրանց լսումների կեսից արդեն այդ մարդիկ այդ էներգիան կորցրած են լինում, ու մնաց մի հատ էլ դուրս գալուց հետո հələ այդ օրակարգի մասին մտածեն, գալիս են այդ ընթացքում խոսալու, երևալու, նույն ձևել էսեր։ Իրանք արձագանքող ընդդիմություն են եւ շատ նորմալ է։ Մի տեսակ մեր մոտ իմ մոտ տպավորությունն է, որ քաղաքական դաշտում այս պահին իշխող ուժը մի տեսակ ոնց որ քարանձավում լինես, էլի մի բան ասում ես ու անպայման հետևից տենց արձագանքը գալիս է, ասենց դե արձագանքը ով է որ մտնում ենք ասենք տենց տեղ, որտեղ արձագանքում լուրջ ենք մոտենում մեր ձայնի արձագանքի, չէ՞, ստեղ էլ պետք է լուրջ մոտնենք, սա տենց հուսահատ արձագանքներ են կլինի կանցնի։ Բայց ինքնին Նարեկ Կարապետյանի, նրա հորեղբոր Սամվել Կարապետյանի մեր ձևովի, թե մեկ այլ կուսակցության տեսքով քաղաքական process-ներին մասնակցելու հեռանկարը ինչպես է գնահատում։ Նրանք շանս ունեն գոնե 10+% ձայներ հավաքելու հաշվի առնելով այսօր քաղաքական դաշտում առկա ստատուս քվոն։ Հաշվի առնելով թե իրանք ինչ են ընտրել իրենց գործիքակազմ եւ ընդհանրապես իրանց այդ մարտավարությունը, չէ, բայց ընդհանուր մարտավարությունը հաշվի առնելով, իսկ մարտավարությունը հնարավորինս խաբելն է իրենց ընտրողներին, որպեսզի ինչ որ բաներում այլ կերպ ներկայանան։ Հա, սկսենք նրանից, որ փորձում են այս պահին բոլոր ուժերը ինչ որ ձևով բան անել, հեռու մնալ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան դուետից կամ սիմբիոզից։ Այդ բան միասնության թևերի Թաթոյանը, ով պլանշետներ էր խաղարկում իմիջիալոց
իր վառօրինակը եւ մնացածներին։ Մեր ձևովն էլ իրականում sense այն որ արմատներով, ամեն ինչով sense փոխկապակցված է սիմբիոզ, ինքն էլ է սիմբիոզ է երկու ուժերի հետ։ Այս ամբողջ ընթացքում փորձում է իբր ներկայանա, որ ինքը կապ չունի, որ ինքը եկել է ինչ-որ ժողովրդի մասին մտածելու սրտացավությունից։ Այս սուտն ու կեղծիքը, որովհետև դե ոնց ուրիշ է, առանց սուտ ասելու ոնց կարաս ոչ դպրոցներին բանը դիվիզը բերես քեզ քաղաքական օրակարգ սարքես ու հույս ունենաս, որ հաղթելու ես։ Ոչ ճանապարհներին դիվիզը բերես քեզ սարքես քաղաքական օրակարգ ու հույս ունենաս, որ հաղթելու ես։ Այո, սրբապղծությանը մոտավորապես դիվիզը կամ լավ եթե որ մի քիչ բան չլինի, ճշմարտության ավելի մոտ ձևակերպեմ, այսինքն բանը սրբազանը ինչ անում է լավ անում դիվիզը, բերել դարձնել քաղաքական օրակարգ ու փորձել հաղթել, սա ընդհանրապես խոսում է մի բանի մասին, ինչքանով կկարողանան խաբել ժողովրդին։ Իհարկե կլինի որոշակի քաղաքացիների մի որոշ խումբ միգուցե եւ խափնվի այս մարդկանց այս խոսույթին, այս մարդկանց այս կեղծ կերպարին, մի իհարկե որոշ հատվածել, քանի որ նախկին շահերով փոխկապակցված մարդիկ են լինելու, դրանք էլ կգան կընտրեն, բայց կարծում եմ 26-ի ընտրությունները իրականում լինելու է իրանց պատասխանը, թե ինչ է տեղի ունենում, երբ որ որևիցե քաղաքական ուժ չի հարգում ժողովրդի իշխանությունը, չի հարգում ժողովրդի կարծիքը եւ այն խաղի կանոնները, որը թելադրում է ինքը ժողովուրդը։ Ժամանակ առաջ հանրապետության վարչապետը եկեղեցու թեման արձարծելիս այսպիսի մի կոնստրուկտիվ առաջարկ արեց, եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ապա թող կուսակցություն ձևավորի եւ այդ կուսակցության, այսինքն քաղաքական մարմնի միջոցով մասնակցի ընտրություններին։ Դուք հնարավոր համարում եք, որ 26 թվականին քաղաքական հայտ ներկայացնի նաեւ եկեղեցին իր կողմից ձևավորված կուսակցության միջոցով կամ գուցե չտրվեն այդպիսի գայթակղության կուսակցություն ձևավորելու հայտ չներկայացնեն եւ որոշ հոգեվորականներ սառեցնելով իրենց ծառայությունը եկեղեցում ներգրավեն օրինակ մեր ձևով շարժման ընտրական ցուցակում։ Եկեղեցին դե պարզա որ չի անի ու չի կարա անի, դա շատ անլուրջ կընդունվի, շատ ավելի նույնիսկ անլուրջ է վատ կընդունվի հավատացյալ հանրության կողմից, բայց այն որ եկեղեցու որոշ անդամներ հիմա էլ զբաղվում են քաղաքականությամբ, դա պարզա Կտրիշ Ներսիսյանը կարծեմ մինչև էլ զբաղվել է, մինչև դառնալը, պարզապես չի հաջողել եւ դժվար իրանք ներկայանան քաղաքական կուսակցության բլոկ նրա համար, որովհետեւ երբ որ առանձին որպես քաղաքական գործիչ փորձել են ինչ-որ բան անեն, տեսել են չի ստացվում։ Հիմա այդ մարդիկ էլի այս ամեն ինչը օգտագործում են իրենց քաղաքական շահերը, այսինքն անձնական շահերը քաղաքական տարբերակով լուծել, ոչ թե քաղաքական շահերը, որտեղ այս մարդիկ դժվար թե քաղաքական շահեր էլ ունենան, այս մարդկանց անձնական շահերը եւ մինչեւ հիմա էլ իրանք դրանով են զբաղված, բայց իրանք այս գործիքը երբեք ձեռքերից չեն դնի ու չեն գա ներկայանա որպես քաղաքական գործիչներ, որտեղ քաղաքական գործիչները այս դեպքում արդեն նաեւ պետքա դիմանան քննադատության, քաղաքական գործիչները պետքա զուսպ լինեն իրենց գնահատականներում, քաղաքական գործիչները չեն կարող պարզապես բարձրից ինչ որ մեկին ինչ որ պիտակավորում տալ ու անցնել առաջ բան։ Սա իրանց իհարկե ձեռք չի տալիս եւ կարծում եմ իրանք հիմա էլ զբաղվում են քաղաքականությամբ ծառայեցնելով, այո, ոչ օֆիցիալ, բայց իրանք օֆիցիալ չեն էլ անի, որովհետեւ դա մեկ անգամ մեկը փորձելա չի ստացվել, մյուսներն էլ վստահ են որ փորձեն, ու իմիջիայլոց այն որ իրանք կապ չունեն հոգեվոր կյանքի հետ, անընդհատ ամեն պահի է, ես այս վերջում Արշակ Խաչատրյանի հարցազրույցն էի լսում ու իմ ամբողջ սպասելիքը ամբողջ ընթացքում որ sense ուզում եի գոնե մի հատ արձանագրեի, երբ որ Արշակ Խաչատրյանը հանդես կգա որպես հոգևորական խոսք ասի, որը վերաբերի հոգևոր կյանքին, հոգևոր խոսույթ կլինի, բայց ամբողջ ընթացքում ինքը տենց իրավաբանի, լավ իրավագետի իբր, բայց ճակերտներ մեջ իհարկե լավը եւ այլն։ Եթե օրինակ իր հակից շորերը հանեինք ու լսեինք, ինձ կթվա ինչ որ դատապաշտպանի կամ բանի ասուլիս է, ու այդ ավարտվեց այդ ամեն ինչի այդ խայտարակության ավարտն էլ հենց դրա համար բերեց անհոդաբաշխ արտահայտությանը, երբ որ մարդը խափանման միջոցով որպես կալանքը բերեց համեմատեց իր պարտականությունները սառեցնելուն, ժամանակավոր ընդհատելուն, դադարեցնելուն ու տենց տրամաբանորեն եկավ հանգավ նրան, որ եթե իրան հիմա հանկարծ իրան պաշտոնից անեն, ինքը ավելի մեծ հնարավորություններ կունենա տարբեր բարեկամների հետ, տարբեր անձանց հետ, տարբեր կապերի մեջ գտնվելու եւ այլն, բայց սա ինչն է պատճառը, որովհետեւ այս մարդը մտածում է իրավաբանական տերմինոլոգիայով Եվ դա էլ բերեց այս խնդրին, դա էլ բերեց այս խնդրին, այսինքն ինքը նախնական կալանքը համեմատում է
որի նպատակը իրոք հետագա հանցագործությունները կանխելն է բերում, համեմատում է իր պարտականությունները դադարեցնելն, որի նպատակը հեչ հետագա հանցագործությունները կանխելը չի, կամ եթե նույնիսկ դա է, իր հետագա հանցագործությունները ոչ թե դա է լինելու, այլ իր հետագա հանցագործությունները այն, որ ինքը ապրելու է հոգևոր կյանքով arczepiskopos-ի կոչում ունենալով հանդերձ, ունենալով նման անցյալ։ Էսա ամբողջ պատմությունը։ Մենք տեսանք պարոն Բարսելյան, որ նա կտրականապես հերքում էր հայտնի սկանդալային տեսագրության մեջ երևացող անձի, այսինքն որ այդ անձը ինքն է, ասում էր դա անտեր մի տեսագրություն է, մինչդեռ փորձաքննությունը ապացուցել է, որ այո, այդ տեսագրության մեջ պատկերված անձը հենց ինքը Արշակ arczepiskopos-ն է։ Գիտեք, այդ փորձաքննությունը իհարկե կարևոր է, բայց իմ համար գնահատական այդքան փորձաքննությունը չի, այլ այն, որ 10 arczepiskopos մտածել է, որ այս մարդը կարող է ու գնացել է այդ փորձաքննության հետքերով։ Իմ համար խնդիրը այն, որ նույնիսկ իր տենց իրեցյալ այդ կտրիչ Ներսիսյանը ինքը անհանգստացել եւ խումբ է ստեղծել, որպեսզի պարզեն։ Այսինքն իր մտքով անցել է, որ այս մարդը հնարավոր է, որ տենց բաներ է անում։ Հասկանաք, եթե դա լիներ այն միջավայրը, այն մթնոլորտը, որտեղ պետքա տենց լիներ, որտեղ պետքա լինեին այդ ամեն, այսինքն այդ հոգևոր միջավայրը լիներ, որևիցե մեկը չէր կարա տարիներ շարունակ ունենալ ինչ-որ կապ, տարիներ շարունակ օրինակ ոտնահարեր հոգևոր եւ եկեղեցու կանոնները ու մեկ էլ պատահաբար բացահայտվեր ինչ-որ մեկի գաղտնի նկարահանումներով եւ այլն։ Պրոբլեմը ստեղ ավելի շատ է, քան այդ տեսանյութի իսկությունն է այդքան կարևոր։ Կարևորն այն է, որ այսքան միջավայրը այնպեսին է, որ բարձրաստիճան հոգևորականները կարծել են, որ կարար Արշակը տարիներ շարունակ աներ այն ինչ որ իրան վերագրվում է, ու իրանց դա բան, տենց էլ իրանք չիմանային դրա մասին։ Պարոն Պարսիլյան, Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ձեր ընդդիմադիր գործընկերները նախորդ շաբաթ լսումներ էին կազմակերպել քաղբանտարկյալների թեմայով եւ ի թիվս 80 հոգու հիշատակում էին որպես քաղբանտարկյալ եկեղեցու բարձրաստիճան սպասավոր Բագրատ arczepiskopos Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդին եւ մի շարք այլ անձանց։ Ձեր դիտարկմամբ, պարոն Պարսիլյան, նրանք քաղբանտարկյալներ են։ Նախ ամենազավեշտը այն է, որ ընդդիմությունը որպեսզի ապացուցի, որ քաղբանտարկյալ կա, ամեն անգամ բերում է եվրոպական ինչ-որ կոնվենցիաներից կամ բաներից ինչ-որ հատված առանձնացրած, որը վերաբերում է քաղբանտարկյալներին, տարբեր հայտարարություններ, տարբեր կառույցների, կարդում է այդ չափանիշները ու դրանով ավարտվում է իբր ապացուցելը, որ կա։ Այն որ ինչ-որ տեղ ինչ-որ բան գրված է որպես չափանիշ, դա չի նշանակում, որ այս մարդը այդ չափանիշին համապատասխան է։ Ու եթե համապատասխաներ, իրանց ելույթները չէր ավարտվի այդ չափանիշները հայտարարել ու կանգնելով, այս նախ առաջի բան, որ քաղբանտարկյալներ իրականում չկան։ Երկրորդ այդ բանը է, էլի լավ պրակտիկա է, էլի հենց նկատում են, որ իրանց կամ դատական վերդիկտն է շատ մոտ, կամ արդարադատությունը ոնց որ թե իրանց դռներին է մոտեցել ավելի, մարդիկ որոշում են կայացնում զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի հետո որպես քաղբանտարկյալ փորձեն բանը, բայց որ մեկի գործը վերցնում ես, բացահայտ տեսանելի քրեական գործեր են։ Այսինքն նույնիսկ իհարկե պետք է սպասել այդ որոշումները եւ այլն, այսինքն դատական process-ները ավարտվեն թե չէ, բայց ժողովուրդը ինքը կարողանում է գնահատի դրանց իսկությունը։ Ու ժողովուրդ, եթե դուք պատկերացնում եք, ասեք, երկում կան քաղբանտարկյալներ, բայց հանրության մեծամասնությունը գոհ է դրանից։ Տենց ոնց կարա լինի։ Քաղբանտարկյալներ կային օրինակ 2003-ին, երբ որ ընտրություններից առաջ այս քաղաքական նպատակներով հարյուրավորների ձերբակալեցին։ 2008-ից հետո, երբ որ այդ նպատակներով ձերբակալեցին, որ երկու դեպքում էլ բոլոր միջազգային կառույցները դա հաստատեցին։ Իրանց հարցնում ես, ասում ես, որ միջազգային կառույցն է բան արել, հաստատել, որ քաղբանտարկյալ կա։ Ասում է բանը քաղաքական նպատակարարությունից ելնելով եւ այլն, բան դրա համար, այսինքն իրանք նաեւ այստեղ ինչ են ուզում դիրքավորեն, որ իրանք հակաեվրոպական բան են եղել, արշավ են արել, դրա համար մենք քաղաքական նպատակով բռնել ենք ու դրա համար իրանց չեն բանանում, հա, չեն բարձրաձայնում իրանց քաղբանտարկյալ լինելը։ Մյուս զավեշտն է, որ չգիտես ինչի անընդհատ աշները դեպի արևմուտքա որպես այդ քաղբանտարկյալների բանի արդար տենց բաներ, մարմիններ, հա, բայց մյուս կողմից ինչ վերաբերվում է հանկարծ մի հատ խոսակցություն, իրանք լրիվ այլ դիրքորոշում ունեն, այլ դիրքավոր։ Օրինակ ինչի իրանք իրենց այսպես ասած գաղափարական եւ քաղաքական կենտրոններին օրինակ չեն դիմում քաղբանտարկյալների հարցը լուծելու համար։ Այս էլ երկրորդ խնդրեմը, որ այս մարդիկ փաստորեն իսկ քաղբանտարկյալները էլ եմ ասում, քաղբանտարկյալներ այն ժամանակ, երբ որ այս մարդիկ նախ
մինչև այդ լինեին քաղաքական գործիչներ, մինչև այդ ակտիվանային որպես քաղաքական գործիչներ, մինչև այդ սկսած լինեին քաղաքական իրանց բանը, այդ գործընթացները հետո նոր դա իրանց հետ կապված գործեր լինեին, բայց եկեք նայենք պրակտիկային, իրանց հետ լինում է կախված գործեր, այդ գործերը երբ որ գալի հասնում արդեն ավելի լուրջ փուլի, այս մարդիկ սկսում են զբաղվել քաղաքականությամբ։ Պարզա որ բանտարկյալին այդպես դիմակ են ուզում դնել, բայց սա չի աշխատելու, որովհետև բոլորը տեսնում են, թե ոնց է այդ հերթականությունը տեղի ունենում։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Պարսելյան։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։